Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, այսօր խոսենք նյարդային համակարգի հիվանդություններից մեկի մասին, որը կոչվում է միգրեն, անգար հայերեն։ Միգրենը դա պարբերաբար նոպայաձև ընթացող գլխացավերի յուրահատուկ ձևերից մեկն է, որին նախորդում է միգրենոզ աուրան։ Միգրենը մեծ մասամբ լինում է կանանց մոտ, սկսում է դաշտանից առաջ եւ վերջանում է նրանից հետո։ Իսկ հղիության ընթացքում եւ երեխային կերակրելու ժամանակ միգրենոզ նոպաներ կանանց մոտ չեն լինում։ Սա խոսում է այն մասին, որ միգրենը կապ ունի նաեւ հորմոնալ փոփոխությունների հետ, քանի որ հղիության ընթացքում եւ երեխային կերակրելու շրջանում, այսինքն հետծննդյան շրջանում կանանց մոտ լինում են հորմոնալ փոփոխություններ։ Միգրենի պատճառներից մեկը հանդիսանում է նաեւ ժառանգականությունը եւ ալերգիան։ Ալերգիայի օգտին խոսում է այն, որ նոպայի ընթացքում հիվանդների մոտ կարող են լինել բրոնխիալ նոպային հատուկ երևույթներ, կարող է լինել նաև հազ, ցան մաշկի վրա, տարբեր տեղեր նման եղնջացանին, քոր եւ նմանատիպ այլ բաներ, որոնք մաշկային արտահայտություն ունեն, սա խոսում է նաև ալերգիկ ձևի մասին։ Միգրենի ընթացքում ուղեղի անոթները ենթարկվում են սպազմի, որի ժամանակ ցավեր չեն առաջանում, կծկվում են անոթները, իսկ այնուհետև լայնանում են եւ առաջանում է երակների լցվածություն այրունով, որը առաջացնում է ուղեղի այտուց եւ առաջացնում է ներգանգային ճնշում, այսինքն ճնշում է գանգի վրա եւ առաջանում են այդպիսի սաստիկ ցավեր։ Նոպայի ժամանակ օգտագործում են դեղեր, ցավը հանգստացնող, բայց երբեմն այդ դեղերը չեն օգնում։ Մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո ցավային նոպան կարող է անցնել։ Այն կարող է կրկնվել շաբաթը մի քանի անգամ, օրվա մեջ մի քանի անգամ, որը կոչվում է արդեն միգրենոզ վիճակ, դա ծանր երևույթ է, կարող է լինել շաբաթը մեկ անգամ, ամիսը մեկ-երկու անգամ, տարվա մեջ մի քանի անգամ եւ այլը։ Ամեն դեպքում սա կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Անպայման նման երևույթների դեպքում հիվանդները գիտեն, արդեն դիմում են բժշկի եւ այլ ստանում են համապատասխան դեղորայքներ, որպես օգնող միջոցներ ես ձեզ խորհուրդ եմ տալիս կատարել մի քանի այդպիսի դեղատոմսերի ընդունում, որը որ դուք ցանկանաք, որ ձեզ կօգնի եւ դուք կօգնեք, կկանխեք միգրենոզ նոպաների առաջացումը կամ երբեմն պատահում է նաեւ այդ նոպաները վերանում են։ Ինչ ենք անում, վերցնում ենք մեկ թեյի բաժակ, լցնում ենք ուռենու կեղևներ մանրացրած, մեկ ճաշի գթալ, լցնում ենք հազարատերև, մեկ ճաշի գթալ եւ անիսոնի սերմեր։ Լցնում ենք ջուր, եռման, եռացնում ենք դանդաղ 15 րոպե, սառելուց հետո քամում եւ օգտագործում ենք կես թեյի բաժակ օրը 3 անգամ քաղցած վիճակում։ Փորձված մեթոդ է, կանխում է նոպաների առաջացումը, քանի որ թույլ չի տալիս, որպեսզի սպազմի ենթարկվեն ուղեղի անոթները, այնուհետև առաջանա այդ միանգամից անոթալայնիչ երևույթը, որը առաջացնում է ներգանգային ճնշման բարձրացում։ Հաջորդ դեղատոմսը վերցնում ենք կատվախոտ, կատվախոտը դա վալերիանն է, կատվախոտի արմատներ, մեկ ճաշի գթալ, դարձյալ կես լիտր ջրի մեջ, վերցնում ենք կաղնու մանրացրած կեղև, եւս մեկ ճաշի գթալ, եւ վերցնում ենք դաղցի տերևներ, դարձյալ մեկ ճաշի գթալ։ Այս բոլորը լցնում ենք կես լիտր եռման ջրի մեջ, նախորդի նման եռացնում ենք դանդաղ, այս անգամ 5 րոպե պակաս, 10 րոպե եւ սառելուց հետո քամում եւ օգտագործում ենք մեկ ճաշի գթալ օրը 3-4 անգամ ուտելուց առաջ։ Հաջորդ դեղատոմսը, հարգելի հեռուստադիտողներ, վերցնում ենք եղինջ,
Եղինջը նույնպես լավ ազդեցություն ունի այս անգարի միգրենի դեպքում, վերցնում ենք եղինջ, 1 ճաշի գդալ, վերցնում ենք տատրակի տերևներ, տատրակը դա մատի մաչեխան է, մանրացրած վիճակում եւ դարձյալ վերցնում ենք անիսոն։ Անիսոնը այս պարագայում ունի շատ կարևոր նշանակություն, որը օգնում է ազատվելու այս միգրենոզ ցավերից։ Լցնում ենք ջուրը եռման, եռացնում ենք 5 րոպե, փաթաթած թրմում ենք 1 ժամ, քամելուց հետո խմում ենք կես թեյի բաժակ օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։